Կարեկցիայի հաշվարկ թեման առաջին մասով արդեն բացվել է իմ ալիքում, առաջին մասը շատ մեծ ուշադրության արժանացավ, ինչի կապակցությամբ ես շատ ուրախ եմ ընկերներ ջան, քանի որ սա շատ կարևոր թեմա է։ Այս երկրորդ մասով ցանկանում եմ պատասխանել ձեր հարցերին, որոնք առանձնացրել են, ամփոփել ընդհանուր թեորիան ու արդեն անցնել պրակտիկայի, բացենք գործակներ, աշխատենք իրական գրաֆիկի հետ շուկայում։ Ընկերներ ջան, ինչպես ասեցի, առանձնացրել եմ ձեր կողմից տալված ամենահաճախակի հարցերը, ավելացրել եմ իմ կողմից մի քանիսը, որպեսզի այս ամփոփումը լիարժեք տեղի ունենա։ Մինչ բուն թեմային անցնելը ցանկանում եմ հիշեցնել, որ կարեկցիայի հաշվարկի իմ իսկ սեփական մեթոդն է սա, իմ իսկ սեփական եզրակացությունները։ Առաջին հարցը, առաջին թեման ընկերներ ջան, time frame-երի փոխկապակցվածությունն է։ Ինչպես գիտեք, առաջին մասում ես նշել եմ փոխկապակցված time frame-ները, որոնց հետ մենք աշխատելու ենք, այսինքն M1, M3 եւ M5, ինչու է հատկապես ընտրված այս time frame-երի փոխկապակցվածությունը։ Առաջին մասում, ինչպես նշել եմ ընկերներ ջան, չնայած նրան, որ սա իմ իսկ սեփական մեթոդն է, դուք չեք լսի ուրիշ ոչ մի տեղ, ոչ մի ուրիշ trader-ից, սակայն սա հիմնված է տեխնիկական անալիզի բազային եւ ռիմունքային գիտելիքների վրա։ Տեխնիկական անալիզի բոլոր գրքերում եւ բոլոր հոդվածներում խոսվում է time frame-ների փոխկապակցված լինելու մասին, bumper trader-ները իրենց կողմից առաջարկում են իրենց իսկ փոխկապակցված time frame-ները, որոնք կապել են միմյանց հետ եւ աշխատում են։ Սա ամենապրիմիտիվը, ամենապարզ փոխկապակցված time frame-ի օրինակն է։ Եթե ուշադիր լինեք, կարող եք տեսնել, սա առաջին ամենափոքր 3 կենտ time frame-ներն են, ընկերներ ջան, որոնց փոխկապակցվածությունը կապված է հիմնականում M1 աշխատանքային time frame-ի հետ։ Մեր աշխատանքային time frame-ը M1-ն է, որտեղ մենք նայում ենք գրաֆիկը գործակներ բացելիս, կոպիտ ասած։ Երկրորդ հարցը բաղկացած է երկու ենթահարցերից՝ էքսպերացիան եւ վերջին 30 րոպեից 1 ժամը, որը որ նշել էի, ինչ տերողությամբ գործակներ ենք մենք բացում, կրկին անդրադառնում ենք տեխնիկական անալիզի գիտելիքներից մեկին, ինչ ասում տեխնիկական անալիզի թեորիան, մեր աշխատանքային time frame-ից մեր աշխատանքային time frame-ում անում ենք անալիզ ու գործակները բացում ենք առնվազն 2 մոմի հաշվարկով, քանի որ մեր աշխատանքային time frame-ը M1-ն է, մեր 2 մոմի հաշվարկն էլ կլինի 2 րոպե, այսինքն էքսպերացիան լինելու է 2 րոպե, բացելու ենք 2 մոմի հաշվարկով, այստեղ սրանք իդեալական փոխկապակցվում են այս երկուսը միմյանց հետ, քանի որ երբ մենք աշխատում ենք ամենաերկար կարեկցիայի ավարտից հետո, M5-ի փակվելուց հետո M1-ում բացվելով բնականաբար նոր մոմ, այդ տեղից այդ կետից բացելու ենք մենք 2 րոպե վերև կամ 2 րոպե ներքև կախված սիտուացիայից, որն էլ արդեն համընկնելու է 2 մոմի հաշվարկի հետ, ըստ տեխնիկական անալիզի գիտելիքի։ Հիմա երկրորդ ենթահարցը վերջին 30 րոպեից մինչև 1 ժամը։ Ընկերներ ջան, օրինակ վերցնենք դեպի վերև շարժվող trend, վերջին կետը սա է, որ պահին, որ գտնվում է գրաֆիկը, այս կետից նայում ենք վերջին 30 րոպեն կամ վերջին 1 ժամը, տեսնում ենք որևէ օրինաչափ ստրուկտուրա, որը որ ցույց է տալիս մեզ գրաֆիկը տվյալ պահին ու արդեն աշխատում ենք դրա հետ։ Դասավորվածությունը, ընկերներ ջան, կրկին շատ հնչող հարց էր սա, դասավորվածությունը ինչին մասին է խոսքը, ինչու՞մն է կանում խնդիրը եւ հարցը, այսինքն եթե օրինակ վերցնում ենք դեպի ներքև շարժվող trend, այս կարեկցիայի օրինաչափությունը տեսնելուց արդյոք նշանակություն ունի դասավորվածությունը, այսինքն եթե այստեղ եղել է 1 րոպեանոց կարեկցիա, սկսել է կարեկցիա, մինչև մինիմումի թարմացումը եղել է 1 կանաչ մոմ, հաջորդը եղել է 2, հաջորդը պարտադիր է լինի 1, թե ոչ, կարեկցիայի դասավորվածությանը ուշադրություն դարձնել պետք չի, կարող է լինել օրինակ 1 րոպեանոց կարեկցիա, հաջորդը 1 րոպե, հաջորդը նոր կարող է լինել 2 րոպեանոց կարեկցիա կամ 2 րոպե, հաջորդը 1 րոպե կարող է լինել, կարևորը այստեղ տեսնել ու հասկանալ այդ օրինաչափությունը, դասավորվածությունը կապ չունի, ընկերներ ջան։ Հաջորդը տարբերությունը քանի մոմ պետք է լինի այս կարեկցիա մեծ եւ փոքր կարեկցիաների միջը։ Ընկերներ ջան, տեսեք, երբ օրինակ բացել եք գրաֆիկը դեպի վերև շարժվող trend-ի ժամանակ, նկատել եք օրինակ 3 րոպե եւ 5 րոպե կարեկցիաներ, կարելի է արդյոք աշխատել սրանց հետ, քանի որ 3 եւ 5 կարեկցիաների միջև կա 2 մոմի տարբերություն։
Ընկերներ ջան, կարող եք աշխատել, սա բացարձակ նշանակություն չունի, կարևոր այստեղ տեսնել սրանց միջև օրինաչափությունը, սպասել, երբ կավարտի սրանցից մեծ կորեկցիան, արդեն խիստ մեծ կորեկցիան, այստեղ տարբերությունը միայն նա է, որ այստեղ կա միջանկյալ կորեկցիա, որը որ կարա լինի, սրա հետ արդեն չեք աշխատելու, քանի որ կա հավանականություն, որ կլինի 5 րոպեանոց կորեկցիա եւ 3 րոպեանոցի հետ չեք աշխատելու, քանի որ կա հավանականություն, որ կլինի 3 եւ կլինի 5 րոպեանոց կորեկցիաներ։ Աշխատում եք ամենամեծի, ամենաերկար կորեկցիայի հետ, 5 րոպեանոց կորեկցիայի հետ, տվյալ դեպքում ավարտումը արդեն կարող եք աշխատել գինը շարժվելու է ի ուղղությամբ։ 5-րդ հարցը ու այս 5-րդ թեմայով եկեք ընդհանուր ամփոփենք այս կորեկցիայի հաշվարկը։ Ընկերներ ջան, նախ եւ առաջ ցանկանում եմ հիշեցնել ձեզ կորեկցիայի հաշվարկը, դա օրինակ դեպի վերև թրենդի ժամանակ թարմացավ լոկալ մաքսիմում միջև հաջորդ լոկալ մաքսիմումի թարմացման ընթացքում դեպի հորիզոնական ուռովեն կամ դեպի թրենդային թեք ուռովեն այս գնի իջնելն է դեպի վերև թրենդի ժամանակ, դեպի ներքևի ժամանակ, դեպի վերև բարձրացողն է։ Ընկերներ ջան, ամենատարական այս թրենդի ստրուկտուրայի տեսակը M1 աշխատանքային time frame-ում դա 1 եւ 2-ն է, այսինքն 1 կարմիր մոմ դեպի ներքև եւ 2 կարմիր մոմ դեպի ներքև լոկալ մաքսիմումի թարմացումից հետո։ Ընկերներ ջան, սա ես անվանում եմ մինի թրենդի օրինակ, քանի որ այս կորեկցիաները 1 եւ 2 րոպեանոց, սրանք ամենափոքր կորեկցիաներն են, որոնք որ կարող են լինել M1 time frame-ում։ Այդ պատճառով անվանում եմ մինի կորեկցիա եւ թույլ են նրա պատճառով, քանի որ այստեղ 1 րոպե դեպի ներքև շարժից հետո թարմանում է մաքսիմումը, 2 րոպե դեպի ներքև շարժից հետո թարմանում է մաքսիմում, այսինքն անընդհատ գինը իր մաքսիմումները թարմացնում է ամեն 1 կամ 2 րոպե հետո։ Վաղ թե շուտ ընկերներ ջան լինելու է այստեղ երրորդ մոմը, այսինքն ստրուկտուրան հատվելու է, որից հետո արդեն գինը սկսելու է իր անկանոն շարժը։ Սա փոքր դիապազոն է հիմնականում ունենում, այսինքն այս դիապազոնը այս մաքսիմումներից մինչև թրենդային թեքից մինչև թրենդային թեք, այս դիապազոնը հիմնականում փոքր է լինում եւ սա թրեյդերներին ձեռնտու չէ, թրեյդերները սիրում են որպեսզի աշխատեն լայն դիապազոնով թրենդային միջանցքներում, որպեսզի հարմար գնով գնեն եւ հարմար գնով վաճառեն, այդ ընթացքում էլ կարենան կրկին այդ միջանցքների ընթացքում աշխատել։ Այդ իսկ պատճառով լայն թրենդային դիապազոններով աշխատելիս մենք օգտագործում ենք արդեն մեծ time frame-ներ, M3-ում եւ M5-ում այդ մեծ 2 օրինակ հաջորդականությունը կամ 3-4 հաջորդականությունը արդեն չի համարվի թույլ թրենդ, քանի որ մենք աշխատում ենք M1 աշխատանքային time frame-ում, բացում ենք 2 րոպեանոց գործարքներ։ Ու հիշեք, որ մենք աշխատում ենք ամենաերկար կորեկցիայի ավարտից հետո, քանի որ փոքրի հետ աշխատելը շատ ռիսկային է։ Ընկերներ ջան, այսքանով եկեք ավարտենք արդեն կորեկցիայի հաշվարկի թեորիան, որից հետո արդեն անցնելու ենք պրակտիկայի, բացելու ենք գործակներ, դուք կարող եք գրել ինձ ձեր հարցերը, նկարագրության բաժնում կտեսնեք մեր թիմի լինքը, միացեք թիմին, այնտեղ կարող եք գտնել նաև իմ կոնտակտը, կարող եք գրել ինձ այս թեմայով կապված ձեր ցանկացած հարցը, կպատասխանեմ, իսկ ամենաշատ հնչող հարցերը արդեն կպատասխանեմ հաջորդ վիդեոների ընթացքում, որոնց ընթացքում արդեն մենք բացելու ենք գործակներ, անցնելու ենք արդեն պրակտիկային։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա կարևոր վիդեոները, հաջողություն։